Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փլոյն քաղաքում փետրվարի 16-ից 19։ Այս մասին 24 News-ին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը, մեկնաբանելով այն տեղեկությունները, որ եպիսկոպոսատ ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։ Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին բացառությամբ ազգային եկեղեցական ժողովի իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես եպիսկոպոսատ ժողովի, այնպես եւ Գերագույն խորհրդի գումարման պարագային։ Ուստի ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փլոյն քաղաքում փետրվարի 16-ից 19, նշել է Տեր Եսային։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված մեր ձևով շարժման անդամները գրանցել են կուսակցություն Ուժեղ Հայաստան անվամբ։ Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն Ուժեղ Հայաստան կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք մեր ձևով շարժման անդամներն են։ Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին դեկտեմբերի 8-ին եւ կոչվում էր Հայամետ, այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է Ուժեղ Հայաստանի։ Կուսակցությունը գրանցված է Տաշիր ընկերությունների խմբի Երևանյան գրասենյակում Տերյան 69 հասցեում։ Մեր ձևով շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։ Նրա խոսքով այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի եւ քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավելու միջոցով։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով եւ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը, ասել է մեր ձևով շարժման մամուլի խոսնակը։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վարկանի շկայուն բան չի կարող լինել եւ աշխարհում դրա օրինակը չկա։ Այս մասին Սիմոնյանն ասել է լրագրողների հետ զրույցում, ընդգծելով իրենց աշխատանքի տրամաբանությունը դրել են այսպես, որ սկսում են 0%-ից, 0-ից սկսում են քարոզարշավ անել, առաջ գնալ։ Ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետևած բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ էլ չունենք։ Մեր համար շատ կարևորը սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը լավատեսորեն ենթադրել է նաեւ, որ իրենք առաջիկա ընտրություններում ավելի շատ ձայն եւ ավելի շատ տոկոսային ներկայացվածություն են ունենալու, քան 54%-ը, որը ունեցել էին 2021 թվականին։ Դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Հարցին Սիմոնյանը ԿՊ-ի վարկանիշն ավելի բարձր է գնահատում հիմա, քան 2021 թվականի ընտրություններին, նա պատասխանել է համեմատելի չեն, քանի որ 2021 թվականի ընտրությունները վարկանիշային չէր, այլ հայ ժողովրդի պատասխանը տարբեր միջազգային կենտրոններին։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը անժամկետ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանը Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։ Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել, դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել էր գրավը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Դատարանի դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին որոշումը, տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը բացառությամբ ընտանիքի անդամների եւ պաշտպանների։ Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 5-ին 14:00-ին։ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանից Թովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու եւ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Որոշման հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն հայտարարեց, որ փախչելու մտադրություն չունի ու արդեն օրեր անց վերադարձավ եւ հենց օդանավակայանում կալանավորվեց։
Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը փոխվել են պաշտոններով։ Մասնավորապես Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն եւ ներքին գործերի փոխնախարար։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Կամո Ցուցուլյանը, ով զբաղեցնում էր փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը։ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում էր նշանակվել 2025-ի հուլիսին։ Կիրակի օրը Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը, տեղեկացնելով, որ Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը, դիմելով ներկաներին նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա։ Նագպուր քաղաքում գործող Solar Defense and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի առաքումը Հայաստան իրականացրել է 2023-ից 24 թվականներին։ Հայաստանը ներկայումս քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում Իրանից եւ Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը, ասաց նա։ Հարցին, երբ դա հնարավոր կլինի իրականացնել, խոսնակը պատասխանեց շուտով, առանց հստակ ժամկետ նշելու։ Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի գինը բարձրացել է, շուկայում գազի դեֆիցիտ կա։ Այսօր հունվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 11:20-ի սահմաններում Թավթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են շտապօգնության եւ Ֆորդ Մակրիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի հետևանքով շտապօգնությունը մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ արհեստական խցանում է առաջացել։ Շամշյանի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ շահագործվում է որպես թիատար։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։